Մատթեոս 10:8 մեջը հիվանդները բժշկեցեք։ Հիվանդները բժշկեցեք, փորոտները մաքրեցեք, չար ոգիները հանեցեք։ Ոչ արդեն, որ Տեր Հիսուս գուտա աշակերտներուն գխոսի, ցույց կտա, որ պետք է իրենք այդ մեկը ընելու կարող լան։ Ցույց չի դար, որ Հիսուս առաջարկե փամը ընեն, որ ադիգա գարեն աննել։ Եվ այսօրվա մեր գետրոնացումը այսօր վրա է, որ գնկադենք, թե Հիսուս իշխանություն տված է աշակերտներուն։ Իշխանությունը իրական կորձոն իշխանություն մնե, իշխանությունը գախյալ չէ մարդկային որևէ մեկ բան է, որևէ մեկ ցևով, հաբա դրված է։ Եվ աշակերտները պետք ունին բարձորեն ճանչնալու, ըմբռնելու եւ ըստ այնմ իրենց քայլերը որոշելու, համարձակությունը շինելու, ծառայության դաշտի մեջ իրենց անձը մարզելու։ Գնկադենք, Տեր Հիսուս աշակերտներուն ուրիշ ցուցմունք չի դար։ Հակառակը միայն այս սելեն ետքը աշակերտներուն գփորձե ծառայության ընթացքին իրենց փարոյականին վրա շեշտնել, ինչպես ծառայեն, ինչ կերպով ծառայեն, ինչ համոզումներով իրենց ներսիտին գառուցված լա եւ իրենց ծառայությունը այդ ուղղությամբ գադարեն։ Իրենց ծառայությունը ուրիշ որևէ ցև չունենա, գերբ չունենա։ Գարտանք միասին Մատթեոս 5-րդ գլուխեն, ներողություն 10-րդ գլուխ 5-րդ համարեն, Հիսուս այս 12 աշակերտները ղրգեց անոնց պատվիրելով։ Մի երթակ հետանոսներուն շրջանները եւ սամարացիներուն քաղաքները մի մտնեք, այլ մասնավորապես կացեք Իսրայելի գործված ոչխարներուն։ Ու երբ կերտակ քարոզեցեք, թե երկինքի արքայությունը մոտեցած է։ Հիվանդները բժշկեցեք, փորոտները մաքրեցեք, չար ոգիները հանեցեք։ Ծրի արիք, ծրի տվեք, ձեր կոդիներուն մեջ ոչ ոսկի, ոչ արձատ եւ ոչ ալ բղինց տրամ ունեցեք։ Շատ զարմանալի է, որ Տեր Հիսուս այս խոսքերը գսե, հավանաբար մեզ մեջ շատ անգամ գարտացած ենք, անցած է ամենայն բարձությամբ, առանց նկատի առնելու իր ոճը եւ իր գեցումը, հավանաբար շատ անգամ մենք փորձած ենք այդ իր ակնկալածը ընել, անորամար աղոթած ենք, բայց ինքը աղոթել չէ թելադրած։ Այդ մեկը իրականացնելու համար մենք զանազան ցևեր որտեղած ենք, որովհետև եւ վերջապես գրոնական դարձած են այս ցևերը, բայց ինքը ադոնց մե ոչ մեկադը չէ թելադրած։ Ինքը ինչպես գարձես մեգումը դված է տրամը եւ ասած է քնա ինձի այս արարգան փեր։ Եվ անցը առած է եւ հիմա գերտա փերելու այսինչ արարգան։ Ճիշտ բամությունը այսպես է։ Բարձորեն ցուցմունք դված է, թե արարգան փերելու ադեն ինչպես պիտի փերե։ Եվ ոչ թե տրամին հետ գախյալ կամ իշխանության հետ գախյալ որևէ ցուցմունք դված է։ Առաջին հերթին աշակերտներուն ասավ երկինքի թակավորությունը քարոզեցեք, որ երկինքի թակավորությունը արքայությունը հասած է։ Երբ գնայինք թակավորներու երկրավոր թակավորներու ցևը սկզբունքը կնկատենք երկրավոր թակավորությունները ընդհանրապես երկրի վրա կդարածվին մարդ սպանելով, տրամ շահելով, իրենց անձնական փափակները գդարելով, իրենց դարածքները ընդլայնելով, չէ՞։ Եվ ընդհանրապես ասե իրենց ռազմավարությունը երկրավոր թակավորություններու իշխանություններու շահելու համար։ Թեև խաղաղություն կխոսին, բայց խաղաղությունը առանց գրիվի ամեն մարդ իր ուզածը առնելու համար է եւ ոչ թե իրական ուրիշ ցև ունի։ Իսկ երբ կուքանք գնայինք Հիսուսին թակավորությունը ծառայելու ցևը,
կսե հիվանդները բժշկեցեք, փորոտները մաքրեցեք, չար ոգիները հանեցեք եւ ասով երկինքի տակավորությունը բերեք։ Ուրեմն գնայինք, որ լման դարբեր անգույն է կաշխատի եւ ադոր համար Տեր Հիսուս ասած է փնավ երկրավոր տակավորություններու, իշխանություններու մեծության դարածվելուն ցևով մի մտածեք, որովհետեւ երկինքի տակավորությունը հոգիները բրգելու աշխատանքի մեջ է եւ զանոնք ազատելու աշխատանքի մեջ է։ Եվ ադոր հիման վրա աշակերտներուն ասած է մի քանի արիտ, որ դուք չեք գիտեր ինչ հոգի իդեր մարդիկ եք։ Հոգիներու փրկություն գուզեմ, ողորմություն գուզեմ, ազատագրություն գուզեմ, որևէ ցևով այս աշխարհի կապված չեմ։ Երկինքի տակավորությունը բերել գուզեմ, որբեսի մարդիկ հավիտենական կյանք ունենան, որ անverջ կյանքն է, անփախտadeliորեն շատ անչափելի երկրավոր 70-80-90 տարին հետ փախտadելով։ Հետևաբար գարաչարգ է, որ երկինքի տակավորության ցևը որթեքրենք, բայց կսե քարոզեցեք, ինչս է քարոզել։ Արդյոք քարոզելուն մեջը ինք գետրոնացում ունի, արդյոք քարոզելը գնմանի սորվեցնելուն, կացեք սորվեցեք երկինքի տակավորությունը ինչ է, նորեն ոչ։ Երկինքի տակավորության մասին սորվեցուցեք անգամ չսեր այս դեղի մեջ, քարոզեցեք կսե, որ երկինքի տակավորությունը մոդեցած է։ Քարոզեցեք սահմանումը Աստծո խոսքը հրճագել կնշանակե։ Աստված այսպես ասավ, Աստված այդպես ասավ։ Աստծո դերոջ կամքը այսպես պիտի Աստված։ Չես ասիկա սորվեցնել չէ։ Սորվեցնելը 1, 2, 3, նո, այդպես չէ, 2, 3-ին հետ, այսպես կսորվեցնես։ Բայց Աստված այսպես ասավ, Աստված այսպես պիտի պիտի ախտես, պիտի զորանաս, պիտի ազատագրվես, պիտի գոդրես, պիտի բժշկվես, պիտի լավելաս։ Այս է քարոզչության հրճագումը, որ գնեն։ Հաջող նպատակը այն է, որ մարդիկ ներշնչվին, ոգեշնչվին, մարդիկը Աստծո կամքին համաձայն խրատվին եւ գագնգալվի, որ ժողովուրդը այդ ճշմարտության արձագանք է իր սրտով, իր խանդավառությունով, իր ներշնչումով։ Ասե սահմանումը քարոզելուն։ Եվ որ գետրոնացումը նայենք, ինչ գետրոնացում կունենա, ինքը պատկամը կփոխանցե ավետարանին վրա շեշտնելով, Հիսուսի կյանքին վրա շեշտնելով եւ կհրավիրե մարդիկ հավատքի, ապաշխարության կամ նվիրումի։ Հետևաբար այդ խոսքը, որ գսվի, պիտի հաղթես, պիտի ըլլա երկինքի տակավորությունը ասե, պիտի բժշկես, պիտի մաքրես փորոտները, գագնգալվի, որ մարդը նվիրում ցուցաբերե այդ ճշմարտության, կամ մարդիկ, որոնք օդար են քրիստոնեություն են, ապաշխարություն ցույց տան այդ կյանքին նկատմամբ, որ հրճակվեցավ հիմա քարոզողներուն շրտներեն։ Ընդհանրապես ոճը խանդավառ գլա, մեղմ չլար։ Խանդավառ ոչ, խանդավառության մեջ գրնալալ, հանդիմանություն, խանդավառության մեջ գրնալալ, գրագ լեցուն բաներ, գրեթե նույն բաները գլան, շատ բաներ չեն լար, որովհետև մարդիկը խանդավառելու միջոցը անցին խանդավառվածը լալուն հետ կապված է, գրագոտը լալուն հետ կապված է, նվիրվածը լալուն հետ կապված է, որբեսի իր մեջինը դուրս բերե եւ ոչ թե իր գլուխի մեջ գծակրված ուսուցումը ներկայացնե փոխանցի։ Հետևաբար ադոր համար Աստվածաշունչ երբ գարտանք, մանավանդ Սաղմոսները, դագնովրայություն է, աբուրմն է եղածին պես։ Կտեսնես մեմ Աստծո հետ կխոսի, մեմ ինքզինքին հետ կխոսի, մեմը դրդուն չկնե, մեմը գսես քեզի կվստահիմ։ Լման դարբեր է, որովհետև ներշնչուն գարդահայտվի, իր զգացումներուն հետևելով գխոսի ոչ թե իր մտքին մեջ քեղեցիկ գծակրություն մռած է 1, 2, 3 նախ ներածականը գուտաս, հետո նույնը որուն կացած է ադիգա կբատմես, վերջը կհայտնես այսօրվա կյանքի մեջ, ասիգա ինչպես գրնանք տեսնել եւ այլն, այս բաները չի պատմեր ներշնչումը։ Խանդավառություն, հայտարարական ոչ գունենա, ոչ թե գախյալ ոչ գունենա, հայտարարող ոչ գունենա, ասիգա պիտի ելա, ասե Աստծո կամքը վերջ։ Եվ քարոզը կսորվեցնե հավատացյալներուն, որ իրենք վճռական հայտարարող ինքնություն ունենան, որովհետև իրենց ներսիտին ադիգա թվավ Սուրբ Հոգիով համոզող երևույթ կունենա։ Անոր համար մարդիկ կսեն, «Ո այսօրվա քարոզը լավ էր»։
Հավանաբար ամեն շաբաթս է այսօրվա քարոզը լավ էր, բայց խնդիրը գետրոնացումը, զգացումը իրականության մեջ քարոզին լավը լալու մասին չէ։ Քարոզը բամը սավ քեզի հայտարարեց իշխանությամբ թուն համոզվեցար։ Այդ համոզումիդ պիտի մեջը մնաս, համարը լաս, երբ այստեղ են դուրս ելես քո առօրյա կյանքիդ մեջ այս ասվածին հագարակ հոսանքներ սկաս։ Քանի օքե դեսե։ Անորամար ոճը գծկդի շարժիլ սիրտը եւ ներշնչել այդ ասվածը կորցատրելու համար։ Ընդհանրապես գլան հավատացյալներ եւ գրնան լալ անհավատներ, որոնք գլսեն քարոզը եւ գահարմարի երկուքին։ Աստվածաշունչի օրինակները մեկը Պետրոսին առաջին քարոզն էր, որ դվավ եւ 3000 հոգի դարձի եկավ, գսե անոնց սիրտը ջմլվեցավ, անոնք գսին ով եղբայրներ ինչ ընենք, որ այս ասածները բադահի եւ նույն ադեն տշվախ բաները չբադահին մեզի, սա եկավ աշխարհեք։ Մարդիկ արդեն շարժած էին, պատրաստ էին ամեն ինչ անելու։ Ոչ 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի, 3000 հոգի։ Որովհետև քարոզ էր։ Ուրեմն գտեսնենք հոս, որ քարոզելը հայտարարություն է, ներշնչում գուտա, խանդավառություն գուտա, սիրտերը գշարժե, մարդոց մեջ համոզում գբերե, ակնկալությունը այն է, որ մարդիկ կորցատրեն։ Սորվեցուցած ադենդ ընդհանրապես չես կրնար այդ մեկը փոխանցել, քարոզելով պիտի փոխանցես այդ մեկը։ Շատ անգամ գրնա խառնված լալ քարոզը եւ ուսուցումը միասին, որ շատ լավ արդյունք կրնա ունենալ։ Բայց ընդհանրապես ժողովրդի մեջ ապրած ադենից պետք է քարոզչական ոճ ունենանք, որովհետեւ քարոզչական ոճը Սուրբ Հոգին արդահայտելու ցևին շատ ավելի մոդ է մարդոց փրկության, հոգիներու փրկության համար։ Վերադառնանք 8-րդ համարի մեջ կտեսնենք Հիսուս ամենայն բարձրությամբ կխոսի։ Հիվանդները բժշկեցեք, փորոտները մաքրեցեք, բիղծ ոգիները հանեցեք կամ ցեզի հնազանդեցուցեք։ Եվ զարմանալին այն է, որ Հիսուս մեթոդ չի դար իրենց ասելու համար, որ այսպես բժշկեցեք հիվանդները։ Քանի օքի գիտե դեսած է on-line կամ ուսուցումներ, որոնք կխոսին ինչպես հիվանդները բժշկեն։ Հիսուս չդված բամը։ Ոչ ալ Հիսուս աղոթելու մեթոդ մսորվեցուց։ Աղոթելը լավ է, գիտություն ունենալը լավ է, որևէ կորձ, որ կսկսիս ընել, այդ կորձին հետ միասին գարկ կանոն տնել լավ է, ժողովրդին գոքնես ավելի հասկնա։ Բայց Հիսուս չդված։ Հիսուս բարձորեն ասեր հիվանդները բժշկեցեք։ Իրենց մենք գիտենք, որ Հիսուս իշխանություն տվավ Մատթեոս 10:1-ին մեջ եւ իրենց ասավ իշխանություն տվավ աշակերտներուն, որպես կացեք, որպես երթան եւ բժշկեն, փորոտները մաքրեն եւ թևերը իրենց հնազանդեցնեն։ Այդ բանն երբ Հիսուս իրենց իշխանություն տվավ, կարծես բոլոր հիվանդությունները լսեցին Հիսուսին։ Կարծես բոլոր փորոտությունները լսեցին, կարծես բոլոր թևերը լսեցին։ Իշխանությունը դրվեցավ։ Այլևս իշխանության կապված որևէ ուսուցում, ցուցմունք դալու պետք չկար, իշխանությունը կորցածվելու պետք կար, եւ իշխանությունը կորցածվելու պետքը այն էր, պետքերեն մեկը հիմնականը այն էր, որ երբ իշխանությունը կկորցածեին, միշտ իմդի ունենային իշխանությունը դվողը Հիսուսը։ Անորամար արիթովը երբ եկան եւ Հիսուս այլագերբության տապոր լերներ 3 աշակերտներուն հետ 9 հադվարն էին փորձեցին բադանիեն թևը հանել, չգրցան թևը հանել։ Չգրցան թևը հանել։ Եվ երբ վերադարձավ Հիսուս հանեց թևը, ասին մենք ինչու չգրցանք հանել։ Նախ զգացում ունեին, որ իրենք ալ պետք է գարենային հանել։ Յետքը Հիսուս իրեն չսավ, որ ասի ինչ համարձակություն է։ Ես հանեցի սելով, դուք ալ պիտի հանեք։ Չսավ։ Նախ ասավ ծեր թերահավատության համար չգրցակ անել, արդեն ասիկա ցույց կուտա իրենց թերահավատությունը, այսին իրենց հավատքի ուժը գեսիչած է։ Թերահավատություն, ոչ անհավատություն։
Եվ անգետքը իրենց հավատքը գտնված վիճակեն իդ իր բնական իշխանության չափանիշին բարձրացնելու, չափին բարձրացնելու սավ այս տեսակը ձոմ եւ աղոտ կուզե։ Շատեր թարգմանությունը այսպես է որ այս տեսակը ձոմ եւ աղոտ կուզե, մեր իշխանությունը դեղ մը գա որ ձոմ եւ աղոտ կուզե որ հաջողի ոչ։ Իշխանություն փարը Աստվածաշունչի մեջ գվերապերի իշխանությունը ունեցողին եւ մեզի դվողին եւ ոչ իշխանությունը մեր մեջ գտնվելու չափին։ Հետևաբար իշխանությունը մեր մեջ դարբեր չափ չունի։ Ճիշտ դվողին չափն է մեր մեջ իշխանությունը։ Երբ մենք իշխանությունը կգործածենք, ինչքան իշխանությունը որ մեզի դրված է, մեզի դվողին գապված է ճիշտ ձևով, որ մենք կգոչենք մդերմություն, հաղորդակցություն, մդերիմ հարաբերություն ամեն օր։ Այդքան իշխանությունը քեզ մետեբի դուրս գալու թյուրությունը գլա գունենաս, հեշտ գլա։ Նորեն ասեմ, իշխանությունը մեզի դրված է Քրիստոսով, Հովհաննու 1:12-ին համաձայն գսե, փոլոր, կովինի դսե, փոլոր անոնք, որոնք ընդունեցին եւ հավատացին, զին կանյոքի ընդունեց եւ հավատաց Հիսուսին։ Ամ փոլորը չեն վերջապես։ Հավաշխարության գոչվեք կենենք այսօր։ Մեկ էլ հարցնեմ, որ ձեզ մեջ անցնի։ Քանի հոգի Հիսուսը ընդունած է այսօր։ Ինչ մավելցավ։ Շատ զարմանալի է։ Կարծես Հիսուսը ասած է ցերկը չի վերցնես եկեղեցիի մեջ։ Շատ զարմանալի է։ Դեռ չեմ կդած այսօր պատասխանը դիրոճմով։ Բոլոր անոնք, որոնք Հիսուսը գնդունին եւ գհավադան անոր, Աստծո որդիներ ըլլալու իշխանությունը դվավ անոնց։ Բիդի դա չէ, դվավ անոնց։ Այդ բահեն, երբ դագավին ոչ մեկ բան գիտեր քրիստոնեության մասին, իշխանություն ունեցավ։ Իշխանությունը իր մեջ դուրս կուքա, երբ ինքը իշխանություն դվողին հետ լավ շփում ունի։ Եվ հետևաբար Հիսուս աշակերտներուն հետ խոսած ադենը իր խոսքը գուղե իշխանություն ունեցողներու եւ ոչ թե իշխանությունը ստանալիք մարդոց։ Աշակերտները այսպես իրենց մտքին մեջ Հիսուսի հետ այս հաղորդակցությունը լալուն հետ գաբակցաբար պետք չունեին հատվածին համաձայն մտածելու թե այս իշխանությունը ինչպես պիտի կործածեմ։ Քանի օքի գիտե դունեն ներս իշխանությունը կործածել։ Քանի օքի փորձառություն ունի իր աշակերտներուն վրա, իր կործավորներուն վրա, իր մեծած եղողներուն վրա իր իշխանությունը կործածել, քանի օքի ունի փորձառություն, քանի օքի գիտե որ այս իշխանությունը ուսուցում չէ, Ըրե, ես այսպես ասի։ Ասիգա իշխանության բաժինն է, հիմա ոչդ կփոխես, դու ազատ ես, այ մարդ գրնա փար ունենալ։ Բայց իշխանությունը ասե, գսես ինչ որ գուզես, որ մույսը ընե։ Աշակերտներում մտքին մեջ իշխանությունը ջանչնալու, կործածելու ցևին, աղոտքի ցևին, ցերկը տնելուն, ասպաժինին այսպես, այնպես չգար բամը։ Սոնք բոլորը ստեղծված հնարված միջոցներ են, որ մարդիկ իրենց ծառայության մեջ փորձառություն շահելով գրցան զարգացնել իրենց ծառայությունը պետքին համաձայն, բայց աստվածաշնչականորեն երբ իշխանությունը իր ամբողջական զորությամբ պիտի կործածես, պետք չունիս ասոնց։ Որևէ ցևի չեր գապված։ Իշխանության հարցը քննվելիք նույնը չէ, որովհետև ադիգա ունեին, ապա գիրարվելիք է։ Երթաս ասալսեմ, երբ որ
Տուն որ իշխանությունը գիտես ինչպես կլա, երբ իշխանությունդ պիտի կործածես, քեզի դրված իշխանությունը լավ կկործածես, եթե տուն քեզի դրված իշխանությունը ճիշտ ցևով կկործածես։ Օրինակի համար գմտնես գարավարական դեղեր, թուղթդ կուտաս պիտի ստորակրե, այդ մարդը ստորակրելու իշխանություն ունի, բայց քող է։ Թուղթը այստեղ են հոց դարավ, հոն դարավ, քիչ մփերանը ձամեց, դժվարության մասին մտածեց, չէ, մենք գիտենք աս երկիրներում մեջ ինչպես գլա։ Այս մարդը իր իշխանությունը քեզ չարաշահելով գուզե կործածել, ճիշտ չէ։ Եվ որովհետև իր ընթացքը ճիշտ չէ, սխալ մոտեցում ունի, ամիջապես տրամուզել չի գրնար, գիշեմ արիտովը դագավի նոր օրենք ելած էր Հայաստանի մեջ, որ չեն գրնար գարկ մդեղերու մեջ գաշարկ առնել։ Բայց անցը դագավին չերավ աշխարած և ներսը կամերա գար։ Մեզ հետ շատ պարեգամային բդույթ մըրավ թեպի դուրս, որվեսի տրամը առնե, դուրսը կամերա չգա։ Իշխանությունը քեզի դրվածին հետ լավ հարաբերության մեջ լավ գաշխատի։ Բայց երբ այդ իշխանությունը խախտես իր դվողեն կամ իր ծևեն, այն ադեն ուժը չի պավեր իշխանության, որովհետև ուրիշ բաներ կխառնվին։ Աշակերտները եւ մենք պետք ունենք մեր անձը իշխանության այս խաղապարի մեջ լավ բահելու։ Բայց անգևերջ Հիսուս կարաչարգե գսե 10-րդ համար ջամփու համար ոչ բարգարեք, ոչ ավելորդ հակուս, ոչ գոշիկ եւ ոչ կավազան, քանի աշխատողը արժանի է իր օրաբահիգին։ Փանի մոհոքնելու բեք չկա, որովհետև մինչ կծարայեք, պիտի դրվի ցեզի ամեն պետք իբրև արժանավորներ եւ իրավունք։ Սա չի նշանակեր այսօր, երբ մենք բաներ պիտի ծրագրենք, չծրագրենք։ Բայց մեր հիմնական կենտրոնացումը մեր ծրագրելու մեջ Աստծո մեզի արժանի տեսնելով մեր իրավունքները մեզի դալու կորձը չստանցնենք, ադիգա իր կորձն է։ Ես արժանավոր ծառայություն ունեմ, այդ ծառայության համաձայն ինքը ինձի պիտի դա պետքը։ Նույնիսկ դրամ շալգելու մտահոգությունը գսե աշակերտներու մի ունենակ։ Երկինքի արքայության ծառան հագարակ բոլոր մույս թակավորություններու ցևին արժանի է իր վարձքին։ Պիտի չերտամ բացատրելու արժանի է իր վարձքի բարին մեկնաբանության, երբ Աստված գսե արժանի է իր վարձքին, ավելի լավ է ուրեմն դու իրեն վստահես այդ վարձքին համար, քան մտածես վարձքդ ինչպես պիտի լա։ Որովհետև ինչ ալ մտածես իր մե բագաս պիտի լա։ Եվ անոր համար սխալ է այն խաղապարը, որ հավատացյալները եւ հոգեվորները մտածեն, որ եթե հոգեվորը մեն պիտի լա, համեստ պիտի լա, գծի պիտի չլա, տրամասեր պիտի չլա, աղքատը լա ուրեմն։ Սխալ է այդ խաղապարը։ 100% սխալ է, աստվածաշնչական չէ։ Հիմա դու գորոշես ապրիլ աղքատ, երկրորդական է։ Բայց ադիգա աստվածաշնչական չէ։ Թակավորները առաջին հերթին թակավորությունները դուր կտնեն, թակավորություններուն իբրև եկամուտ։ Հոսքսե բեկչունիս։ Բեկչունիս։ Երկինքի արքայության ծառաները իրենց քարոզչությամբ սիրտերը շահելով պիտի արժանանան այդ մեկին, մարդոց նվիրումով, մարդոց Աստծո թակավորության մեջ իրենց սրտերով մաս կազմելով։ Նման դարբեր է ցևը։ 11-րդ համար։ Երբ քաղաքը կամ քյուղը մտնեք, դեսեք թե ով արժանավոր է ցեզի ընդունելու։ Կան մարդիկ օքեյ գլան, կան մարդիկ օքեյ չեն լար, կան մարդիկ կսեն ասոնք ավետարանականներն են, կամ ընդհանրապես չեն լսեր։ Եհովայի վգա է գսեն, երբ որ դեսեն կարոզես։
Տեսակավոր մարդիկ կան, բայց մարդիկ կան, որոնք իրենց դռները կփանան եւ քեզի ռեշտագի վես կընդունին։ Ինձի բադահած է դեղեր, որ երբ ես սկացած եմ, մարդիկ իրենց սեփական անգողինները դված են, մարդիկ իրենց գերագուրի ամանը թքալը բادرակաղը դված են, որ իրենց միակ ունեցածն է։ Մարդիկ նայած են Աստծո ծառայի մպես հրեշտակի մպես գարձես Քրիստոսը լար իրենց դուներեն ներս մտնողը։ Այդ մարդիկը իրենց առօրյան դրամատրած են, որովհետև իրենց սրդի մեջ գիտություն շատ չունին, բայց հարկանք շատ ունին, ասիգա Աստուծո մարդն է ասելով։ Տեսակավոր մարդիկ կա, գսե այն դեղը, որ գմտնեք, նայեցեք, որ արժանավոր է ցեզի ընդունելու եւ ծեր նամակը առնելու, հոն մնացեք մինչև հոնգե մեկնիկ։ Եվ երբ դուն մտնեք, դանդիրոջ բարևեցեք ըսելով ողջույն ցեզի։ Ինչ գեղեցիկ է, եթե մենք կարենանք այլևս իրար ու բարև դալ միայն ողջույնի հոգեբանությունով։ Ոչ ժողովրդային դարձած, փողոցներու բարևին դարձած։ Երբ բարևը եւ ողջույնը դանք, ողջունին բարունակությունը որպես Քրիստոսի զավակներ ագնկալենք, որ մեզի դրված իշխանությունը սկսենք ճանչնալ։ Ասիկա գներշնչե ինձի, որ դեր աշակերտներուն ինքնավստահություն գուդար եւ գզորացներ եւ գագնկալեր, որ երբ մտնեն դեղմը ողջույն դան, այդ լավակույն մաղթանքը արդահայտեն մարդոց, իրենց դուներուն ազատագրության համար, հիվանդներուն բժշկության համար, մեկ ողջույնը հավատացյալներեն դուրս եկած այդ մասին գխոսի։ Երևակայեցեք իշխանությունը, որ մեր բարը գրնա, մեկ բարը գրնա ունենալ, մեր բարին մեջ են գրնա ելել։ Գսե եթե դնեցիները արժանավոր են ծեր ողջույնին խաղաղություն անոնց վրա թող հանգչի։ Իսկ եթե արժանավոր չեն, այն ադեն ծեր ողջույնը, որու ողջույնը, կովինիդս է քու ողջույնըտ, որ իշխանութեն է ելավ, և գրնար դունին մեջ հանգիստ բերել, բժշկություն բերել։ Ծեր ողջույնը թող վերադառնա ցեզի, ինչ խոնար համես դեր ունենք, իր իշխանությունն է, իր զորությունն է, բայց քանի իրեն գծարայենք, ադիգա մեզի է եւ մեզի կվերադառնա։ Գրնաս երևակայել մեկ բարդ, ինչքան իշխանություն ունի իր մեջ։ Եվ արդյոք ինչքան կարևոր է եւ արժանի է, որ մենք մեզի դրված իշխանությունը ճանչնանք, քան թե դարիներ հազարավոր բարերով աղոթքներ ունենք, հազարավոր ժամեր դրդունչով անցնենք մեր չունեցածը ստանալու համար։ Այսին դերոջ ասենք դեր հաճիստուր, ես գիհիշեմ լեցուն խնդրանքներ, որ դերոջը սերեմ հաճիստուր, բատ մներ դիմացս։ Նույնիսկ երբ իր ներկայության մեջ էի, հավատացեք, նույնիսկ իր ներկայության մեջ, երբ կխնդրեի բաներ, որ այդ բահու հաղորդակցության համացայն չէ, ներշնչումին համացայն չէ, իր մեծ այն չեր ելներ։ Եթե երկրորդ եւ երրորդ անգամ այդ խնդրանքս ուզեի օգտվելով այդ բահեն ներկայությունեն, իր ներկայությունը կսկսեի գործընծնել։ Հանգարց կսկայի գարտնայի, որ խնդրել ես ետքը, ես իր ներկայությունեն դուրս ինգերեմ արդեն։ Ուրեմն արժանի է, որ ես ճանչնամ իշխանությունը, չխնդրեմ բամը, որ իշխանությամբ ըլլալու դրված է, խնդրեմ, որ իմ անձս գերդվի ամեն օր, խոնարհիմ ամեն օր, իր գամքը ճանչնամ ամեն օր, ավելի լավ է, քան առանց ադոնք ընելու ես ուզեմ, որ ինքը ինձ իշխանությունը դա, կամ ուզածներս դա, ինքը գործավորս չէ, իմ փրկիչս է, իմ Աստվածս է։ Ինձի կծառայե փրկության ճամփով, իբրև զավակ Աստծո։ Հետևաբար 14-րդ համարգը սեյվետե դամը կամ քաղաքի մը բնակիչները ցեզի չընդունին եւ ծեր խոսքը չլսեն,
այդ դեղեն ելնելու ադենցեր ոտքի փոշին թոտվեցեք։ Գիտեք, որ Տադաստանի օրը Սոդոմի եւ Գոմորի բնակիչներուն բադիժ ավելի թեթև պիտի լական թե այդ քաղաքինը։ Նորեն նախ պատմենք իշխանությունը, որ քեզի դրված է կարոզելու համար եւ մարդիկ մերժեցին։ Թեև մենք բեք չունենք այսպես հազիվ մեկը մերժե ոտքերնից թոտվենք, ասենք նայր քեզի ինչ պիտի լա։ Միտքը այդ չէ։ Ես այդպես չեմ մեկնաբաներ եւ այդպես չեմ հավատար։ Որովհետեւ երբ քանի օքի գիտե ինքը ինչքան աստված է մարդոց իրեն մերժել են։ Երբ մարդիկ քեզի մերժեցին Աստծո խոսքը լսելու, ինչքան ազդեց քու վրատ։ Ինչքան վերջի երկրորդ անգամ երբ կարոզելու եկար, թույքդ ավելի գլելու սկսար, որ հիմա արդյոք մոդելը բիդնենորեն արդեն արցանակրած է ստիմացին ինչ կնե եւ սկսար այդպես շարժիլ երբ կսե ոտքը թոտվե այսինքն իրեն հետ այս լեղի հաղորդակցությունը ընելե հետ իր մեկ հեզի եկած քու արորյայիդ վրա փոշի պես հանգչած այդ փոշին թոտվե հետը դուրսմյաներ ոնց թող մնա քո թող մնա դու իշխանություն ունիս ադիգա չառնելու երբ դիմացինը քեզի ոչ կսե բնականաբար քու վրա հագարակ գաստե եւ քեզի գստիբե ահարգություն մը գստեղծե որ թուն հաջորդին հաշիվնես այդ ոչը եւ շարժիս հետս հետը մորցնելով այոն որ թուն գիտես որ պետք է անով քալես քարոզես բոլորը դունի գայս փորձառությունը հետեւաբար ծեր իշխանության բռնվեցեք ծեր իշխանության բռնվեցեք ցեզ այս ալսեմ ես լսած եմ մարդոց մե պատճառաբանություններ ես կորձի մեջ եմ արկիլված է խոսիլ դբրոցին մեջ արկիլված է խոսիլ այսինչ դեղի մեջ ազգականս մդիկ չներ գխնդա չեն ուզեր ես խոսիմ ցեզ հետեւյալը ասեմ Աստծո քով հավատքի ներշնչումին մեջ չի բաքսիր ծև մոդեցումի դվյալ դեղերում մեջ եթե դուն դերոճմով մղված գուզես այդ անցին փրկությունը եւ փերը շալգած ես մեջդ դերը քեզի չի գրգեր գրիվնելու քանի գիտե որ եթե գրիվնես նեղություն գլայլես փնավի չի դեսնես այդ անցին ուրեմն դերը չէ գրիվի տանողը մեկ բան եթե դերը պիտի ընե սիրով լեցուն զողությամբ լեցուն հոգադարությամբ լեցուն խոսքը անոր փրկության համար ազատագրության համար քեզ մե դուրս կբերե ոչ հանդիմանելով ոչ սպառնալիք դալով անցին հապա սիրով հետևաբար այս էր որ Տեր Հիսուս աշակերտներուն կփորձեր ասել որովհետև գետրոնացումը թշնամիները հաշվել չէր գետրոնացումը թշնամիին որ որոշած է թշնամի մնալ անոր փերը չեր ուզեր որ աշակերտները գրեն որովհետև երբ ուրիշ տեղ երթան գագնգալվի որ իրենք նույն հավատքով շարունակեն քանի որ դեղը Տեր Հիսուս աշակերտներուն ասավ օրվան փերը դժվարությունը ինքնին հերիք է ավելորդ բաներ մտածելով նոր փերեր մի ավելցնեք ձեր կյանքին վրա Նաև Հիսուս այս մեկը կհաստատեր աշակերտներուն եւ կզորացներ ինքնավստահություն գուդար աշակերտներուն թե իրենց դրված իշխանությունը հովանավորված է երկինքեն Եթե մարդիկ իրենց մտիկ չնեն Եվ նորեն եթե մարդիկ իրենց մտիկ չնեն Եվ նորեն եթե մարդիկ իրենց մտիկ չնեն Եվ մինչև վերջ մարդիկ իրենց մտիկ չնեն Սուրբ Հոգին հորդորներուն, հառաչանքներուն, աշխատանքին մտիկ չնեն Այդ մարդոց Տադաստանը Սոդոմի եւ Գոմորի Տադաստանեն ավելի պիտելա Հավատացյալը ասով վստահ բեք կեմնար Թե թիմացեն ինչքան ալ ինձի կմերժե Իմ ըսածս լավագույն տեղն է Երբ բժիշկի երտաս, բժիշկը հանգարց քեզի գարաչարգե թեղեր կամ բաներ, որոնք ասեք ես ես հարց ունիմ, բայց ուզես պիտի պիտի վստահիս իր ըսածին։ Անոնք որոնք չեն արած ըսվել են ետքը, ընդհանրապես վերջը բادرեն ելած են։ Պետք է առնես։
Ինչու բժիշկին որ մարդ է, ասածը գնես, Աստծո որ Աստված է, ասածները պիտի չնես։ Դու քեզի թիր այն դեղի մեջ, որ վստահիս իրեն։ Եվ քալես ինչպես ինքը գուզե որ քալես։ Հետևաբար իշխանությունը կործած է։ Ոչ թե ծև փնդրե։ Դեսնես չհաջողեցար, մդերմությունը զորացուր, իշխանությունը զարգացուր, ավելցուր։ Մեր չորեքշաբթի օրվա կենտրոնացումը այդ էր, երբ Աստված քեզի սերը փամը որ պետք է անես, վազե ադիգա անելու։ Այս սկացումը մեջդ ֆեր։ Իր քեզի սելեն այդ վազքը, այդ հարցակումը, այդ գիրարումը դուրս բեր։ Մինչ պիտի անես այդ գասկածները, որ յետևի կշարվին, ինչ օրինավոր, ինչ գազմագերբված, մտիկ միներ անոնց։ Գիտեք, միտքերը երբ մեզի եկան շատ գազմագերբված կան, մանավանդ եթե սատանան բերե։ Քանի գիտե, սկիզբը ընդհանրական նյութը կուտա, քեզի կկրավե, չէ՞։ Վերջը նյութի մեջ հատուկ բաժին մգերտա, անցը կբերե։ Եվ վերջավորության կտեսնես դու միտքիդ մեջ անցին հետ գրիվ գնես, քանի հետս է։ Եթե շարունակվի պիտի բզկնես իրեն, դեր կովդ չանցը։ Ինչ կազմակերպված է, քանի պիտի ուզեր այդպես քարոզի չլալ։ Որ ցկես մարդիկը Աստծո մասին մտածեն։ Կազմակերպված է։ Բայց դու քիծազետ ետ մի մնար։ Ես գիտեմ ինքներիկս դու միջև արդու խոսե։ Ընդհանրապես գսենք թրացին, սիրելին, անցին որ չենք սիրեր։ Սատանային ալ գրնան գսել։ Դու միջև արդու սելիկը դսե ես իմենելիկս գիտեմ։ Հալելույա։ Կանոքի զորավոր գսկա։ Միջև արդու խոսետուն ես ընելիկս գիտեմ։ Ես գիտեմ ինչ պիտենեմ։ Առաջինը վիդաղոթեմ, երկրորդը վիդաղոթեմ, միջև մդերմությունս գտնեմ, իշխանությունը մեջս վարի, սկսեմ ոտքերը շարժել, գալելու, ընելու ինչ որ գուզե, եւ եթե գրնաս ադոր թեմ գեցիր։ Դու նալ հավատքի ցևը որտեղ է։ Ամեն